Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, գործարար ալիքն եք դուք լսում FM 106 եւ 5 հաճախականությամբ կամ մեզ դիտում եք Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիքում կամ լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, Instagram-ում, Telegram-ում մենք Դարփինյանի ժամն ենք սկսում, երկրորդ խոսափողի մոտ ինչպես միշտ Դավիթ Խումարյանն է, առաջին խոսափողի մոտ Արմեն Դարփինյանն է, ողջույն պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, բարև ձեզ, սիրելի Դավիթ, ողջունում եմ բոլորին։ Մենք շարունակում ենք քննարկել турբուլենտ աշխարհը, հա, այսպես ասած, այսինքն վերջի, չգիտեմ, ինչ սկսել ենք մեր հաղորդումը, չէ, պարոն Դարփինյան։ Կարծես թե անդադար խոսում ենք փոփոխություններից ու այս ամեն ինչի վերջը դեռ չի երևում, թե երևում է, պարոն Դարփինյան։ Ոնց եք դուք, կարող է մեզանից է, այո։ Ոնց եք դուք տեսնում, երևում է թե չի երևում։ Խոսենք այսօր եւս բոլոր ակտուալ թեմաների մասին, որոնք այսօր մեզ համար կարևոր են եւ իհարկե զբաղեցնում են մեր եթերի զգալի հատվածը, բայց ես ուզում եմ սկսել Դավիթ ջան, մի գիրք եմ բերել ուղղակի ցույց տալու համար, ռադիոլսողները իհարկե չեն տեսնի, բայց ուղղակի կբացատրեմ, սա ես անցյալ շաբաթվա ընթացքում հյուրեր ունեի Իսրայելից, որոնք այս սև գիրքը բերեցին ինձ նվեր։ Ուրեմն սև գիրքը հոկտեմբերի 7-ի 2023 թվականի Համասի կողմից իրագործած այդ ուրեմն ոչրագործությունների, վայրագությունների քրոնիկոնն է, լուսանկարներով, ֆոտոքրոնիկոն է, հսկայական ծավալի, շատ ծանր գիրք է, եւ ուզում եմ ասել, որ Իսրայելը այսօր հսկայական մեծ ծավալի գործ է տանում աշխարհով մեկ, ներկայացնելու համար Համասի վայրագությունները պաղեստինցիների եւ ուրեմն նաեւ նրանց իրավունքի չեղարկման ուղղությամբ գործողություններ է տանում։ Ես միանգամից անմիջապես զուգահեռ տարա մեր իրավիճակի հետ եւ հարց տվեցի, չգիտեմ ում, ուր է մեր սև գիրքը, որտեղ մենք կնկարագրենք վայրագությունները Ադրբեջանի, Ղարաբաղյան պատմության, թեկուզ եւ ամենաթարմ պատմության 23 թվականի սեպտեմբերի ջերմուկի դեպքերի պատմության ուր են փաստերը, ուր են լուսանկարները, ուր է մեր սև գիրքը։ Սրանից մի 10 տարի առաջ էր երևի, 15 թվականին, եթե չեմ սխալվում, ես մասնակցում էի Ֆրանկֆուրտի ամենամյա այնտեղ կա գրքի ցուցահանդեսը, համաշխարհային գրքի ցուցահանդեսն է, որտեղ երկրներն են ներկայանում, ոչ թե հեղինակները գրքերի, այլ երկրները, ամեն մի երկիր վերցնում է տաղավարը եւ ներկայացնում է իր գրքարվեստը, այսպես ասած, ինչ են հրատարակել, ինչի մասին եւ այլն։ Շատ հետաքրքիր միջոցառում է։ Ես ցավ ապրեցի, որովհետեւ մեր տաղավարը հայաստանյան շատ խղճուկ տեսք ուներ։ Ի տարբերություն ասենք Վրաստանի, որ այդ տարի պատվավոր հյուր էր այդ ուրեմն միջոցառման եւ հսկայական մշակութային մի ուրեմն միջոցառում էր անցկացվում վրացիների կողմից պետական մակարդակով, նորից եմ կրկնում, դա պետությունն է ներկայանում։ Հիմա ես նախորոք ասում եմ, զգուշացնում եմ, չգիտեմ էլ թե ով է զբաղվում մեր երկրում դրանով, մեր պետության մեջ, բայց ամեն տարի Ֆրանկֆուրտում այդ բանը կա, գրքի ցուցահանդեսը կա, ես հորդորում եմ, որպեսզի մենք լուրջ ներկայանանք։ Բայց ասածս ինչ է, ուրեմն Ադրբեջանի տաղավարը ամբողջությամբ լցված էր հակահայ գրականությամբ։ Ուրեմն կարմիր ու սև գույներով էր ներկած, որտեղ կարմիր գույնը իրենց արյունն էր, որը մենք ենք թափել, սևն էլ դե իրենց ողբն էր, որ ամբողջ աշխարհով մեկ ցույց են տալիս։ Հիմա ես կարծում եմ, որ դա ռոպագանդիստական տեսանկյունից հսկայական կարևոր գործ է։ Ես ուզում եմ փաստել, որ մենք երկրով մեկ, պետությունով մեկ ձախողել ենք ռոպագանդիստական աշխատանքը աշխարհով մեկ։ Մենք չենք կարողացել աշխարհին ներկայացնել այն ողբերգությունը, որը տիրել է մեզ, նույն այդ մեր արցախցիների տեղահանման բռնի միայն այդ պատմությունը, ճանապարհի պատմությունը, այդ մեկ շաբաթյա 67 հոգի զոհի պատմությունը, դա մի սարսափելի պատմություն է, համաշխարհային ողբ է, հասկանում եք, սա պիտի կարողանալ ներկայացնել աշխարհին։ Դա շատ կարևոր է։ Ես գիրքը նորից եմ կրկնում, ես բերեցի ցույց տալու համար, ինչպես է պետք աշխատել։ Սև գիրք, ուրեմն մեր, որպեսզի մենք իրավունքները մեր կարողանանք առաջ տանենք, հասկանում եք, ներկայացնենք ապացույցները, փաստագրական, վավերագրական ապացույցները եւ կարողանանք մեր իրավունքները առաջ տանել։
Սա շատ կարևոր է, այդ թվում նաև այսօրվա մեր ակտուալ հարցերի քննարկման ժամանակ քննարկվում է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, քննարկվում են մեր հետագա հարաբերությունները Ադրբեջանի հետ, ըստ որում ես պիտի ասեմ, որ մեր մոտ է տնկահարվում եւ ներկայացվում այդ փաստաթուղթը որպես խաղաղության պայմանագիր, ադրբեջանցիները իրենց էքսպերտային մակարդակով, որը անմիջապես կապ ունի իրենց պետական պրոպագանդիստական աշխատանքի հետ, այդպես չեն համարում, որ դա խաղաղության պայմանագիր է։ Ընդհանրապես ասում են շրջանակն է որոշակի հարցերի, որոնց շուրջ եկել են պայմանավորվածության կողմերը, բայց գիտեք, եթե եկել են պայմանավորվածության 17 կետի շուրջ, իսկ դրանք կատարելու համար 170 այլ կետեր են ներկայացվում, դա կարելի ասել, որ այդ պայմանավորվածությունը ուղղակի առ-ոչինչ է, հատկապես երբ ուրեմն Իլհամ Ալիևը հայտարարում է, որ այս մարդկանց նկատմամբ 0 վստահություն կա, այս մարդիկ դա հայերն են, էլի, հայերս ենք, այսինքն նկատմամբ մեր մասին է խոսքը, անձամբ անձամբ մեր մասին, Փաշինյանի, այլ մեր մասին, նկատմամբ ասում է 0 հայկական սփյուռքի, այդ մարդկանց նկատմամբ ասում է 0 վստահություն կա, իսկ գիտեք, եթե 0 վստահություն կա, դա նշանակում է, որ որևէ պայմանագիր հնարավոր չէ ստորագրել կամ այդ պայմանագիրը միանգամից դառնում է առ-ոչինչ, եթե վստահություն չկա, նշանակում է առ-ոչինչ է դառնում մեկ, եւ երկրորդը նշանակում է, որ պայմանագրերը ուրեմն երկկողմանի պայմանագիրերը այլևս ակտուալ չեն։ Այսինքն եթե վստահություն չկա, կարծես թե մենք ենք շատ իրեն վստահում, էլ այդպես էլ չի, որ մենք էլ իրեն վստահում ենք, ինքը 0-ից ավել վստահություն ունի մեզ մոտ, այդպես չի։ Ամենայն դեպս հասարակական հանրային տիրույթում ես ենթադրում եմ, որ նաև պետությունը առանձնապես մեծ վստահություն չի տածում դեպի Ալիևը, եւ եթե չկա այդ վստահությունը, ուրեմն անհրաժեշտ է 3-րդ, 4-րդ, 5-րդ կողմ այդ պայմանագրերի, որոնք այդ վստահությունը կապահովեն։ Սա մեկ, երկրորդը կուզեի ասել, որ դրա մասին չի խոսվում մեզ մոտ, բայց առկա համաձայնությունը, որը կա այս 17 կետերի շուրջ, սա երկկողմ համաձայնություն չէ, այնուամենայնիվ սա եռակողմ համաձայնություն է, այստեղ առկա է նաև Թուրքիան։ Թուրքիայի բանը փաստարկը եւ նրանց ներկայությունը ուղղակի ակնհայտ է այս ամեն ինչի մեջ, որովհետեւ նախ Ադրբեջանը բոլոր հարցերով խորհրդակցում է Թուրքիայի հետ, երկրորդը Թուրքիան ոչ ակնհայտ, բայց այնուամենայնիվ որոշակի միջնորդային դեր այստեղ ստանձնել է եւ փորձում է իրականացնել։ Այսինքն մենք ունենք այսօր եռակողմ մի կառուցվածք, որը վստահելի չէ։ Ակնհայտ է, որ այս պարագայում մեզ հարկավոր է 4-րդ, 5-րդ, 6-րդ խաղացողը, որոնք կարողանան այդ վստահությունը ապահովել։ Եվ նույնպես գաղտնիք չէ, որ այդ 4-րդ, 5-րդ խաղացողների ուրեմն հավակնությունները կան, առկա են դաշտում։ Այսինքն դա Ռուսաստանն է, Միացյալ Նահանգներն են, միգուցե ինչ-որ չափով Եվրոպան է, որը փորձում է իր ինքնությունը, այսպես ասած, պաշտպանել թե Միացյալ Նահանգներից, թե Ռուսաստանից։ Պաշտպանել, թե վերհիշել, պարոն Դարբինյան։ Իմ տպավորությամբ իրանք մոռացել են իրանց ինքնությունը։ Վերհիշեն ինչ-որ չափով, ովքեր հիշում են պաշտպանեն, ովքեր չեն հիշում վերհիշեն։ Հիմա դա մեզ էլ է վերաբերվում, գիտեք, ասենք ովքեր որ հիշում են մեր ինքնությունը եւ ովքեր տեր են այդ ինքնությանը, պիտի կարողանան ուրեմն ավելի հզորացնել, ովքեր որ չեն հիշում, պիտի նրանց հիշեցնել։ Այդ թվում նաեւ հիշեցնել ոչ միայն ողբերգական էջերը, այլ նաեւ հաղթական էջերը մեր։ Հիմա ուրեմն 4-րդ, 5-րդ, 6-րդ ուժերի մասին։ Ես նկատեցի, որ շատ հետաքրքիր հանդիպում էր ընկերական, եղբայրական, այսպես ասած միգուցե, հանդիպում էր Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահներ, Բելարուսի նախագահներ եւ Տաջիկստանի նախագահը իրար հետ նստած սեղանի շուրջ շատ ընկերական, շատ այսպես ջերմ զրույց են ունենում եւ որոշեցին զանգահարեն 4-րդ եղբորը Իլհամ Ալիևին, եռակողմ զանգ եղավ Ալիևին, ողջունեցին եղբայրաբար, հետո մենք տեսանք անդրադարձը, որ շատ ջերմ բարեկամական խոսակցություն է տեղի ունեցել, հիշեցնեմ, որ
Իլհամ Ալիևը որոշ իմաստով բոյկոտում էր Ռուսաստանի հետ կապերը վերջին օթանավի դեպքերից հետո այդ ուրեմն կատաստրոֆայից հետո, բայց այսինքն Պուտինի համար անհրաժեշտ էին այն երկու ընկերները, որոնց միջնորդությամբ այդ կապը նորից վերահաստատվեց Ալիևի հետ, այսինքն Պուտինի համար բացարձակ ավելորդ չէ, այսպես ասած, ես ինչ կարող եմ փաստագրել, որ ավելորդ չէ Իլհամ Ալիևի բարեհաճությունը, բարեհաճ վերաբերմունքը դեպի Ռուսաստան։ Ինչով է դա պայմանավորված։ Իմ կարծիքով երկու թեմա կա, որտեղ Ռուսաստանը խիստ շահագրգիռ է Ադրբեջանի հետ համագործակցության մեջ։ Առաջինը դա իհարկե ռուսական գազը Ադրբեջանի միջոցով արտահանել Եվրոպա, սա լուրջ խնդիր է, ինչ որ ծավալով այնուամենայնիվ դա իրականացվում է։ Երկրորդը ես հղում կկատարեի 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, եռակողմ հայտարարությանը, Ռուսաստանը մշտապես կողմնակից է եղել այդ եռակողմ ֆորմատը պաշտպանելու, եւ այսօր կարծես թե իդեմս Ադրբեջանի տեսնում է այն փրկողակը, որը կարող է պաշտպանել եւ պահպանել այդ եռակողմ համաձայնությունը, հատկապես այդ հայտարարության 9-րդ կետի իրագործման իմաստով, որովհետեւ Իլհամ Ալիևը շարունակում է ասել, որ 9-րդ կետը կատարման ենթակա է եւ Հայաստանը պարտավորություն ունի տրամադրելու միջանցքը Զանգեզուրի, եւ եթե դա կատարման ենթակա է եւ Հայաստանը պարտավորություն ունի, իսկ Հայաստանը չի հրաժարվում այդ պարտավորությունից, ապա այդ 9-րդ կետի այդ միջանցքի կամ ճանապարհի վերահսկողությունը մոնիտորինգը պիտի իրականացնի ռուսական կողմը եւ այստեղ իմ կարծիքով ռուսական կողմի խիստ շահագրգռվածություն է ունենալ Ալիևի բարեհաճությունը այդ 9-րդ կետի իրականացման մասով ռուսական շահերը պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա մենք մի զանգ ֆիքսեցինք, որը Միացյալ Նահանգների պաշտոնյաներից մեկը զանգահարել էր Ադրբեջան եւ հորդորել էր անմիջապես կնքել ուրեմն համաձայնագիրը այն կետերով, որոնք համաձայնեցված են, որ այլևս հնարավոր չէ սպասել եւ անհրաժեշտ է անապահ կնքել համաձայնագիրը։ Ես չէի ասի, որ դա ուրեմն կատարման ենթակա այսպես ցուցում է Միացյալ Նահանգների կողմից, կասեի, որ դա ինչ-որ չափով ուրեմն իրավիճակը կայունացնելու, բալանսավորելու ցանկություն է Միացյալ Նահանգների կողմից, տեսնենք, թե ինչ կոնկրետ քայլեր կհետևեն այդ ցանկությանը։ Բայց Միացյալ Նահանգների մասնակցությունը տարածաշրջանում ամեն դեպքում նույնպես եւ հարցականի տակ է եւ որպես պոտենցիալ հնարավորություն դիտարկվում է եւ այնուամենայնիվ ես կողմնակից կլինեի, որպեսզի համաձայնությունը տեղի ունենար բոլորի հետ միասին, ոչ թե Միացյալ Նահանգների հետ ի հակառակ Ռուսաստանի կամ Ռուսաստանի հետ ի հակառակ ֆորմատում, պարոն Դարբինյանը, Ֆրանսիա որպես Եվրոպական միության անդամ, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, հա, այդ ձևաչափով։ Կուզեի, որպեսզի այդ համաձայնությունը տեղի ունենար բոլորի հետ միասին, որովհետև հակադրվելով մենք այստեղ ոչ մի բանի չենք հասնի, մենք ավելի կսրենք ու կլարենք իրավիճակը։ Առավել եւս որ տեսեք, մենք դեռևս այդ ճանապարհի մասին երբ խոսում ենք, եւ ոչ միայն մենք, նաեւ ադրբեջանցիները եւ Թուրքիան, որ խոսում է դրա մասին, խոսում են դեռևս տրանսթուրքական ճանապարհի մասին, այսինքն Ադրբեջանը Թուրքիային կապելու, թուրքական աշխարհը Կասպից ծովով, ուրեմն Ադրբեջանի միջոցով Թուրքիային կապելու մասին, բայց դեռևս այստեղ մենք չենք խոսում արևելքից արևմուտք շատ ավելի լայն կոնտեքստում ուրեմն հնարավորությունների մասին, շատ ավելի լայն կոնտեքստում իրավունքների եւ շահերի մասին մենք չենք խոսում, հա։ Եվ ստացվում է, որ դեռևս խոսքը գնում է լոկալ ադրբեջանա-թուրքական շահի մասին, որը մենք կոչված ենք, չգիտես ինչու, միայն մենք ենք կոչված դա սպասարկելու։ Մեզ համար իհարկե անհրաժեշտ կլիներ, որպեսզի այդ համաձայնության կողմ լինեին բոլորը,
Տեսեք, նաև ինչն է շեշտադրում, որ դա ընդամենը ներթուրքական պայմանավորվածություն է։ Թուրքիայից հայտարարություն է գալիս, որ Զանգեզուրի ճանապարհը կամ Միջանցքը, ինչպես իրենք ասում են, կանցնի կամ Հայաստանով կամ Իրանով, հասկանում եք, հիմա իրենք ինչ-որ աշխատանքներ են տանում մինչև սահման բերելու, դրանից հետո կտեսնեն կամ մի կողմով կամ մյուս կողմով։ Սա արդեն նշանակում է, որ համաձայնություն դեռևս չկա ոչ Միացյալ Նահանգների հետ, ոչ Ռուսաստանի հետ, ոչ Իրանի հետ, մեծ հաշվով, սա համաձայնություն կա, համաձայնության անհրաժեշտություն էլ չկա Հայաստանի հետ, որովհետև մեզ չեն հարցնում, իրենք որ այնտեղ համաձայնեցնեն, այո։ Նոյեմբերի 9-ը ստորագրված է եւ կարծես թե մեր պարտավորությունը ֆիքսված է, մենք էլ չենք հրաժարվում այդ պարտավորության կատարումից, այնպես որ որոշումը կկայացվի առանց մեզ, բայց մեզ շատ շահագրգիռ կլիներ մեզ համար, որպեսզի իհարկե շատ ավելի բազմակողմ համաձայնություն լինի եւ մեր շահերից է դա բխում։ Հիմա ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափին, Ալիևի պահանջներից մեկն էլ Մինսկի խմբի լուծարումն է, որին մենք նույնպես պաշտոնապես կարծես տվել ենք համաձայնությունը, ճիշտ է, պայմանավորել ենք պայմանագրի ստորագրումով, այսինքն պայմանագրի ստորագրումից հետո մենք համաձայն ենք լուծարելու Մինսկի խումբը։ Այստեղ պետք է հաշվի առնել հետևյալը, ինչ է ասում Ալիևը։ Ալիևը ասում է Մինսկի խումբը պետք է լուծարվի, որովհետև Ղարաբաղի հարցը արդեն լուծված է, այլևս լուծված է, նման անհրաժեշտություն չկա Մինսկի խմբի։ Ես ուզում եմ նորից վերհիշել մեր պատմությունը, երբ մենք էինք հորջորջում, այսպես ասած, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ խնդիր չկա եւ այլն։ Հիմա ինքը կարծես մանր վրեժխնդրության է դիմում, այսպես էլ ասում է, լուծված է հարցը, ինքը փորձում է վրեժ լուծել մեր նախկին ղեկավարների նկատմամբ, որոնք նույնպես այդպիսի հրապարակային հայտարարություններ էին անում, առավել եւս որ պայմաններից մեկն էլ ինքը ընդհանրապես արդեն կարելի ասել գնաց ձեռառնելիքի ճանապարհով հորդորում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եւ հանձնել որպես ռազմական հանձնագործներ հանձնել Ադրբեջանին։ Սա ուղղակի արդեն ձեռառնելիք է, բայց նորից խոսքը գնում է, այսինքն էության մեջ սա իրենից ներկայացնում է մանր վրեժխնդրություն, ուղղակի նա վրեժխնդրության ճանապարհով է գնում, որը իմ կարծիքով սազական չէ, այնպիսի ամբիցիա ունեցող երկրի ղեկավարին, հա, ամբիցիա ունեցող ղեկավարին, որը այսպես ասած տարածաշրջանային նշանակություն է տալիս իրեն անձնապես եւ երկրին, սա ուղղակի մանր փոքրοκության մասին է նրա խոսում եւ բնականաբար, այսինքն պայման է առաջ քաշում, որը որ երբևիցե որևէ կերպ կատարվող պայման չէ։ Բայց տեսեք, Հայաստանը կարծես ասել է այո, եկեք ստորագրենք, մենք հետո կլուծարենք Մինսկի խումբը, բայց ես ուզում եմ հիշեմ, որ Մինսկի խմբում բազմաթիվ գրեթե բոլոր եվրոպական երկրները կան եւ այդ երկրների մեջ կան 3 երկիր, որոնց խորհրդարանները այս ընթացքում 20-ից 25 թվականների ընթացքում ընդունել են կոնկրետ որոշումներ եւ Արցախահայության վերաբերյալ, նրանց իրավունքների վերաբերյալ, յետ վերադարձման իրավունքների վերաբերյալ, ուրեմն գերիների վերադարձման վերաբերյալ մի շարք որոշումներ կան։ Ներողություն եմ խնդրում, ես պարզաբանման համար ասեմ ռադիոլսողներին, որ երբ որ Մինսկի խմբի մասին խոսքը գնում է, 3 երկրները դրանք համանախագահներն են, այսինքն կա Մինսկի խումբ, որտեղ կան պրակտիկորեն բոլոր եվրոպական երկրները, այդ թվում նաև Թուրքիան, եւ կան Մինսկի խմբի համանախագահները, որոնք այդ 3 երկիրն են, որ պարոն Դարփինյանը պարլամենտների մասին խոսում է, նկատի ունի նաև այն երկրներին, որոնք համանախագահության մի մասը չեն, բայց Մինսկի խմբի անդամ են։ Այո, շնորհակալ եմ այդ բազաբանման համար, Դավիթ ջան, ուրեմն 3 երկիր կա, որոնց խորհրդարանները կոնկրետ որոշումներ են կայացրել եւ այդ որոշումները իրենց երկրի տարածքում ունեն օրենքի կարգավիճակ։ Դա Ֆրանսիան է, դա Նիդերլանդներն են եւ Շվեյցարիան է։ Այսինքն 3 երկրի խորհրդարանները որոշումներ են կայացրել, որով փաստագրել են, որ Ղարաբաղյան հարցը լուծված չէ, այն բաց է եւ լուծման կարիք ունի։ Շվեյցարիայի խորհրդարանը ընդհանրապես պարտադրել է Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել ուրեմն քննարկումներ Շվեյցարիայի տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ընդհանրապես ժողովրդի հետագա կարգավիճակի անելիքների, նրանց իրավունքները պաշտպանության եւ այլն մասին։ Ունենալով այս որոշումները ես ուղղակի համոզված եմ, որ եւ Ֆրանսիան, եւ Շվեյցարիան, եւ Նիդերլանդները դեմ կլինեն Մինսկի խմբի լուծարմանը։ Եթե դեմ չլինեն, ես կզարմանամ, որովհետեւ այդ պարագայում իրենք կհակասեն իրենց իսկ խորհրդարանների կողմից ընդունված որոշումներին։
Իմ կարծիքով նրանք դեմ կլինեն եւ Մինսկի խմբի լուծարում այդքան էլ ակնհայտ չէ, ինչքան մենք պատկերացնում ենք եւ այնքան էլ մեր որոշելիքը չի կամ մեր եւ Ադրբեջանի որոշելիքը չի։ Ես շատ կուզենայի, որպեսզի մեր դիվանագիտությունը այնքան հմուտ լիներ, այն աստիճան հմուտ լիներ, որ մենք դիմումը գրեինք, իսկ իրանք չուզեին, այսինքն նախորդ պայմանավորվածություն լիներ մեր եւ ընդհանրենք Նիդերլանդների միջեւ, որ մենք եկեք բանեմ չականի, որ մենք ճնշման տակ ենք, այսպես մենք ուժային ճնշման տակ եկեք մենք համաձայնվենք, որ մեր վրա չգան, այսպես ասած, ուրեմն մնացած հարվածները, բայց դուք արդեն կասեցրեք այդ որոշումը, որովհետև հարցը լուծված չէ։ Ամենայն դեպս 3 երկիր կա, որոնք ուրեմն օրենքի մակարդակով փաստագրել են, որ Ղարաբաղյան խնդիրը լուծված չէ։ Հուսով եմ, որ այդպես էլ կլինի, այսինքն եթե ինչ որ հրաշքով ենթադրում եմ Միացյալ Նահանգների ճնշման ներքո, ինչու Միացյալ Նահանգների, որովհետև Թրամփը շատ բան է, ինքը եսասեր անձնավորություն է շատ։ Իմիջիալոց բան հումորով ասեմ, բայց իրականություն է բանը։ Իմ կարծիքով փարակարը, որտեղ հիմա ընտրություն է։ Այո, փարակար խոշորացված համայնքով։ Փարակար համայնքը ոնց որ թե ուզում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության բանից, կազմից, ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետության պաշտոնական, ոչ պաշտոնական բոլոր ճանապարհներով ուժերը փորձում են Թրամփի ադմինիստրացիայի հետ հիմա հարաբերություններ ուրեմն ստեղծեն, բայց որ ուրեմն մեքենայով գնում ես այդ փարակարի ուրեմն մուտքի մոտ շատ մեծ մի հատ պաստառ է, բաներ է կախած, հայ ժողովուրդը շնորհակալ է Բայդենի ուրեմն նկարով, Բայդենը այսօր Թրամփի կողմից որակվում է որպես stupid president, ամենաձախողված, ամենախայտարակ ուրեմն Միացյալ Նահանգների նախագահը, եւ հաստատ ես քանի որ ամերիկյան դեսպանատան ուրեմն ճանապարհին է դա նույնպես գտնվում, էլի հաստատ հասցրած կլինեն Թրամփին, որ այստեղ մի համայնք կա, որտեղ ունես դեռևս Բայդենի կողմն են նրանք։ Ամենադեպս դա նորից ցույց է նրա, որ մենք չենք հասկանում ինչ ենք անում, էլի, այսինքն Երևանը կարող է մի բան որոշի, բայց փարակարում ուրիշ բան որոշի։ Չէ, բայց մենք ծիծաղում ենք, բայց դա կարող խնդրեցիքը դա ներվայնացնելու է այդ դեսպանատան աշխատակիցներին։ Ուրեմն հստակ ես ասում եմ, հստակ, եթե Միացյալ Նահանգները ոչ հայանպաստ ինչ-որ քայլ անեն, կարող է պատահի դրանում լինի փարակարի ուրեմն այդ պաստառի բանը, մեղքը։ Ուրեմն սա մեկ, բայց քանի որ հիշեցինք փարակարը, ուրեմն դիմեմ մեկ անգամ եւս մեր պետության ղեկավարներին ամոթ է ուղակի օդանավակայանից Երևան ճանապարհ չունենալ եւ անցնել այդ փարակարի միջնադարյան ուրեմն այդ կառույցների միջով ուղղակի ամոթ է անհարմար է հաշվի առնելով նաեւ որ վաղուց ի վեր երևի մի 40 տարի արդեն այդ նախագիծը կա օդանավակայանը Երևանին կապելու, առանձին ճանապարհ գցելու, եթե ուզում եք իմանալ, համար մեկ ծրագրերից մեկը պիտի լինի դա ենթակառուցվածքային, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, ակադեմիական քաղաք են խոսում, սա ավելի կարևոր է, քան ակադեմիական քաղաքը, որովհետև սա երկրի քաղաքի, մայրաքաղաքի եւ ընդհանրապես ժողովրդի ազգի դեմքն է։ Հասկանում եք, մարդիկ ովքեր առաջին անգամ հատկապես ժամանում են Հայաստան, Երևան, նրանք անցնում են այդ կահույքի շուկայով փարակարի միջով հասկանում եք այդտեղ ոչ մի լավ բան չի ասում մեր մասին։ Հիմա ուրեմն այդ Մինսկի խմբի մասով ասացինք ես հուսով եմ որ այնուամենայնիվ այդ որոշումը չի կայացվի համենայն դեպս կտորպեդահարեն։ Հիմա ինչ վերաբերում է մեր խաղաքարտերին, հա, որտեղ ցանկացած բանակցություններում հատկապես հիմա Թրամփը շատ է սիրում խաղաքարտերից խոսել, ասում է ինչ քարտեր ունես քո ձեռքում, եթե քարտեր չունես, ուրեմն պետք է քո տարածքը զիջես, ընդհանրենք ինքը ուկրաինացիներին նման հորդորով է դիմում, ասում է խաղաքարտ չունես, չէ՞, ինքը Զելենսկուն ասաց չունեք խաղաքարտ։ Հիմա մենք խաղաքարտ ունենք, թե չունենք, անկեղծ ասած շատերին թվում է թե միջազգային ատյաններում դատական եւ այլն մեր դիրքերը ավելի ուժեղ են, քան Ադրբեջանի։ Միգուցե այդպես է, բայց միգուցե այդպես չէ, մենք լիարժեք տեղեկություն չունենք, ասենք, օրինակ ադրբեջանական հայցերի մասին, լիարժեք վերլուծություն չկա, թե ինչ
հայցերով նրանք են դիմել, ինչով է հղի մեզ համար, այսինքն ինչ ենք մենք կորցնում, ինչ ենք շահում, ինչ վտանգի առաջ է կանգնած նաև Հայաստանը, ընդհանրենք ադրբեջանական հայցերի մասով։ Ես այդտեղ կկարծեի, որ մենք երևի թե մի լուրջ ուսումնասիրություն պիտի անենք այդ ամեն ինչի ուղղությամբ եւ հասկանանք այնուամենայնիվ, եթե մենք այդ խաղակարտը այնուամենայնիվ աշխատող է, թե աշխատող չէ։ Հիմա նրանք թմկահարում են ամբողջ աշխարհով մեկ իրենց սև գրքերով Խոջալույի, այսպես ասած, ցեղասպանության մասին, այդ թվում նաև միջազգային դատարաններում։ Հիմա եթե իրենց ապացույցները բավարար են, որպեսզի մեր նկատմամբ ճնշում իրագործվի, երևի թե մեզ նույնպես ձեռնտու է, որպեսզի այդ բաները հայցերը հետ քաշվեն։ Մի հարց տամ, պարոն Դարբինյան։ Դուք կարծում եք, եթե իրանք կարծեին, որ իրանք ունեն հավանականություն Խոջալույի դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնելու միջազգային ատյաններում, արդյոք իրանք կդնեին այդ կետը փոխադարձ հայցերի։ Ես կարծում եմ, այդտեղ ընկալում կա, որ ոնց որ գործը փուչ է, գիտեք ոնց, հիմա այդպես չի, որ ասենք մենք ու իրենք հավասար են։ Միտեղ իրենք են երևի ուժեղ, միտեղ մենք ենք ուժեղ։ Ամենայն դեպս օրինակ ասենք տարածքների եւ հանքերի շահագործման մասով թույլ ենք դե իրենք ուժեղ են, այո, մենք թույլ ենք, ուժեղ են, նշանակում է դա կարող է ասենք միլիարդավոր վնաս հասցնի Հայաստանին։ 60 միլիարդ են իրանք գնահատում, եթե ես չեմ սխալվում։ Գնահատում են, կարող է մի հատ ուրիշ գնահատողը գա, ասի 500 միլիարդ է, այսինքն խնդիրը, այսինքն 60 միլիարդը 60 միլիարդն էլ է մեր համար մեծ փող, պարտադիր չի ասեն 500, մենք 60-ի տակ էլ կմնանք մեծ հաշվով։ Ուրեմն ասեմ, այնտեղ կետեր կան, որտեղ մեր դիրքերը թույլ են։ Հիմա բացի դրանից ադրբեջանական մամուլում անընդհատ շրջանառվում են Հայաստանի կամ հայերի կամ Ղարաբաղյան ղեկավարության կողմից նարկոտրաֆիկին, այսպես ասած, աջակցելը եւ այլն, երևի թե ինչ որ միգուցե եւ շինծու, բայց փաստարկներ իրենք կներկայացնեն եւ կդառնա դա քննարկման առիթ, քննարկման առարկա տարիներ շարունակ, հասկանում եք։ Ես չգիտեմ որտեղ ենք մենք շահելու, որտեղ ենք կորցնելու, եթե օրինակ հիմա Երիշե Կիրակոսյանը դուրս եկավ այդ բանից, պաշտոնական իր դիրքից, կարող էր երևի ներկայացնել հայ հանրությանը մի վերլուծություն, որտեղ երևար թե մենք ինչ ենք ներկայացնում եւ ինչ շանսեր ունենք ստանալու եւ իրենք ինչ են ներկայացնում, ինչ շանսեր ունեն ստանալու։ Այնուամենայնիվ երևի թե դա խաղակարտերից ամենաուժեղը չի մեզ մոտ, ամենայն դեպս իրենք ունեն ինչ որ կոնտրքայլեր։ Բայց որը կլիներ մեր ամենաուժեղ խաղակարտը, ես կարծում եմ, որ մեր ամենաուժեղ խաղակարտը դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն էր սովետական միության ուրեմն տարածքում։ Այնուամենայնիվ մենք ունենք ինքնավարության ստատուս, այսպես ասած, եւ դա ամենակարևոր փաստարկն է, որ մենք կարող ենք տարիներ շարունակ, եթե ուզում եք դարեր շարունակ իրականացնենք, խոսենք դրա մասին։ Տարիներ շարունակ որովհետև տեսեք, եթե հիշում եք, նույն Ալիևը հոխորտում էր, չէ, ուղիղ եթերում ստատուս 7-ր, ասում էր, չէ։ Գյորբագյոր ստատուս։ Այդքան էլ այդպես չի ուզում ասել, ասենք ստատուսը 7-ր չի լինում, որովհետև պատմականորեն ստատուսը եղել է եւ պատմականորեն ուրեմն այդ ստատուսի իրավական հետևանքների հետևից մենք կարող ենք գնալ երբ էլ ուզում է լինի կարող են գնալ, այսինքն դա մեծ լուրջ խաղակարտ է։ Եվ երբ ասում են, որ մեր ուրեմն արցախցիների վերադարձը հնարավոր չի, որովհետև դրան զուգահեռ ադրբեջանցիները հարց են դնում, որ իրենք վերադառնան Հայաստան։ Համաչափ չէ այս երկու հարցը, որովհետև մենք ունեցել ենք ստատուս, իրենք չեն ունեցել ստատուս։ Եվ քանի որ մենք ունեցել ենք ստատուս, այսինքն հայերը ունեցել են ստատուս, դա ինչ որ մի բան նշանակում է, չէ՞, ինչ որ մի պատճառով ունեցել ենք մենք ստատուս, իրենք չեն ունեցել։ Իսկ այդ պատճառը այն ընդամենը կայացել է նրանում, որ մեր հողերն են, մենք այնտեղ բնիկ ենք եւ դրա համար ունեցել ենք ստատուս։ Բնիկ ժողովուրդ ենք, ունեցել ենք ստատուս։ Հիմա սա մեր ամենալուրջ խաղակարտն է, որը իմ կարծիքով որևէ մեկը մեզանից չի կարող խլել։ Հիմա ով ուզում է սրանից հրաժարվել կամ չհրաժարվել, կարևոր չի։ Ասենք հայաստանյան հայկական շահերը հետապնդելու համար այս ամենալուրջ խաղակարտն է, որը անկախ այսպես կոչված այս խաղաղության պայմանագրից եւ այլն, անկախ դրանից երբ կկնքվի թե չի կնքվի, միշտ կարելի է խաղարկել այդ խաղակարտը եւ ես հորդորում եմ, որպեսզի մեր իրավաբանները եւ քաղաքական գործիչները այս հարցին հետամուտ լինեն։ Պարոն Դարբինյան, մի բան չեմ կարող հասկանամ, երևի հարցը այնքան էլ ձեզ չի, իրավաբանի է, բայց միասին քննարկենք, էլի։ Հիմա
Մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը ես անձամբ Ադրբեջանի տարածքում այսօր դե ֆակտո, հա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ստացել եմ լիցենզիա եւ շահագործել եմ կապ ուղի, ունեցել եմ տեխնիկական հզորություններ։ Այդ փաստաթղթերը իմ մոտ են։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարա սահմանափակի իմ իրավունքները միջազգային ատյաններում դատվել Ադրբեջանի հետ իմ տեխնիկական հզորությունների վերադարձի Իհարկե ոչ, մասնավոր հայցերը մշտապես կարող են գործել մասնավոր թե անձը, թե իրավաբանական հանձը, որը նույնպես հանդես կգա որպես մասնավոր անձ, իր իրավունքները պաշտպանելու համար ցանկացած ատյանի տեղ կարող է դիմել, ես չեմ տեսնում այստեղ խնդիր։ Այսինքն նույնը մեզ հակառակում է սպասվում, այն որ մենք թղթով Հայաստանն ու Ադրբեջանը իրարից հրաժարվում են, այն 1.5 միլիոն փախստականներ ում մասին, որ Ադրբեջանը խոսում է այսքան տարի։ Այդ մարդիկ գնալու են այդ միջազգային ատյանները։ Ես կարծում եմ, որ ոչ միայն գնալու են, Ադրբեջանի իշխանությունը եւ պետությունը նրանց հորդորում են, նրանց հրումելու է դեպի այդ միջազգային դա գնացեք եւ ստացեք, որտեղ նրանք չեն հանգստանալու որևէ փաստաթուղթ ստորագրելով, առավել եւս որ նորից եմ կրկնում 17 կետ իրենք ուրեմն համաձայնեցել են կամ մենք համաձայնվել ենք իրենց ճնշման տակ, իսկ 170 կետ իրենք ուրեմն լրացուցիչ ներկայացնում են։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր հարց, ես կարծում եմ, որ մենք այսպես խաղաղության պայմանագիրը որպես պարտադիր անհրաժեշտ մի փաստարկ ենք ներկայացնում, բայց հարցը հետևելն է, արդյոք դա պարտադիր անհրաժեշտ է այսօր եւ այսօրվա պայմաններում։ Հիշեցնեմ, որ օրինակ Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության պայմանագիր չկա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մինչեւ հիմա երկար տարիներ, տասնամյակներ նրանք վիճարկում են 4 կղզիները, ուրեմն ճապոնացիները երբեք չեն համաձայնվել, որ դրանք Ռուսաստանի տարածքում են, Ռուսաստանն էլ կարծես թե չի համաձայնվի երբեք տարածքները իդ հանձնելու Ճապոնիային, հա։ Նույնը կարող եմ ասել, որ անկախ նրանից, թե ինչպես կշարժվի այս ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը, բայց իմ կարծիքով ուկրաինացիները երբեք չեն համաձայնվի ընդունելու, որ Ղրիմը ենթադրենք արդեն Ռուսաստանի տարածք է, նրանք կարող են ստորագրել ցանկացած փաստաթուղթ, բայց պատմականորեն նրանք միշտ հետապնդելու են ճիշտ այնպես, ինչպես Էրդողանն է այսօր հետապնդում, Ղրիմը ասում է դա թաթարական է, դա մերն է, դա ընդհանրապես Ուկրաինայինն էլ չէ, այլ մերն է։ Վրացիները երբեք չեն համակերպվելու, որ Օսիան, ուրեմն հարավային Օսիան եւ կամ Աբխազիան իրենցը չի երբեք չեն համակերպվելու, բայց դա չի խանգարում։ Նրանք չունեն դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց դա չի խանգարում նրանց ակտիվորեն առևտրային շրջանառություն ապահովել, վրացական ռեստորանների պակաս չկա։ Գինին մեկը արտանման մեծ մասը Ռուսաստանն է վրացական գինը։ Այո, տնտեսական հարաբերություններին դա չի խանգարում, այսինքն նրանք ինչ-որ մի մոդել կարելի է մշակել, որով հարաբերությունները ճանապարհները բացվեն։ Պարոն Դարփինյան, ճանապարհները բացվեն, ինչ-որ վստահության, փոխվստահության ինչ-որ էլեմենտներ առաջանան, հասկանում եք, համատեղ ծրագրեր իրականացվեն, ենթադրենք ենթակառուցվածքային ոլորտում, ոչ միայն ճանապարհներին, ասենք նույն իրիգացիոն համակարգը, ենթադրենք նույն ջրային համակարգը, համատեղ ծրագրեր, միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող միասնական ինչ-որ մոտեցումներ, համատեղ ծրագրեր, որից շահեն երկու համայնքներն էլ, հասկանում եք, եւ առարկայական լինի այդ շահը։ Մենք տեսնենք, որ մեզ դա շահավետ է, իրենք տեսնեն, որ իրենց է դա շահավետ եւ ես կարծում եմ, որ այստեղ ամենայն դեպս հաշվի առնելով իրենց մոտեցումները Ադրբեջանի այսօր եւ պաշտոնական Ադրբեջանի, այսինքն այս փաստարկները, որ իրենք բերում են, որ մինչև սա չանեք, մենք չենք ստորագրել, մեր համար դա բանը կարևոր չի, եթե սա չլինի, մենք դուրս կգանք այս գործընթացից, եղբայր դուրս եկեք։ Հիմա եթե մենք մշտապես ցույց տանք, որ մենք վախենում ենք պատերազմից, նախ ասեմ, որ Ադրբեջանի համար պատերազմի գնալը դա հսկայական մի ուրեմն քայլ է, որը կարող է ձախողի ընդհանրապես Ադրբեջանի իմիջը ամբողջ աշխարհով մեկ, որովհետև մի բան է, որ իրենք ներկայացնում են աշխարհին, որ իրենք պատմական արդարությունն են վերականգնել, իրենց հողերն են հետ բերել եւ այլն, որոնք ՄԱԿ-ի համապատասխան արձանագրություններն են կատարել։ Մյուս բան է, որ իրենք, ասենք, դիվերսիայով եւ ուղղակի ագրեսիվ քաղաքականությամբ։ Արդյոք դա կապիտալ է, պարոն Դարփինյան, այդ միջազգային իմիջը։
որ ինքը վախենա դա կորցնի։ Այս պահին աշխարհում ես կարծում եմ այո, որովհետև միջազգային սանկցիաները այնուամենայնիվ գործող դեր են խաղում, հասկանում եք իմ ասենք Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը սանկցիաների տակ է։ Հիմա ինչու Ռուսաստանը կգնա Թրամփի հետ համաձայնության, ես համոզված եմ, որ կգնա, չնայած բանում պարբերականներում գրում են, որ Ռուսաստանը կարծես խույս է տալիս։ Դե Ուշակովն ասաց մենք համաձայն չենք անպայման գնալու են տնտեսության կեսը հիմնական տնտեսական գործակալները ռուսական բոլորը սանկցիաների տակ են։ Հարյուրավոր միլիարդային ուրեմն գումարներ մոտ 400 միլիարդ, եթե չեմ սխալվում, Եվրոպայում է սառեցված, մի այդքան էլ Միացյալ Նահանգներում է սառեցված հսկայական գումարներ են, չէ՞, այնուամենայնիվ դրանք բան չեն լուրջ բան է, իսկ Ալիևը իմ կարծիքով իր միջազգային ռեպուտացիոն հեղինակության համար բավական լուրջ է մտահոգված, ենթադրում եմ, որ նա ծրագրեր ունի ճիշտ այնպես ժառանգել իր իշխանությունը, իր որդուն, ինչպես իր հայրն է իրեն ժառանգել, եւ այդ ամեն ինչը ուրեմն սահուն անցկացնելու համար նա պիտի ունենա այնուամենայնիվ ուրեմն հիմնական խաղացողների եւ վստահությունը եւ ուրեմն այսպես ասած դաբրոն, հա, նա պիտի կարողանա ուրեմն համաձայնեցնի իր քայլերը։ Իսկ Հայաստանի վրա պատերազմով գալը ես չեմ կարծում, որ նրան կարողանա մարսել։ Եվ մենք էլ իմ կարծիքով 1-2 ռազմատենչ հայտարարություն որ անենք, ված չէր լինի։ Պետական մակարդակով, որ գիտեք ինչ կարողam, ասենք պատերազմը մի վախացրեք, մեր զորքերը, մեր ժողովուրդը պատրաստ է կռվելու եւ մինչեւ վերջ կռիվ կտանք։ Հիմա եթե անցյալ կռվի ժամանակ ինչ որ մեկը հայտարարեց, չեմ ուզում ասել ով, որ մենք նավթամուղերին չենք խփի կամ գազամուղերին չենք խփի, դե հիմա չի նշանակում, որ ընդհանրապես չենք խփի, հա։ Հիմա ես կարող եմ հայտարարել, որ կխփենք, հա, չի նշանակում, որ կյանքում չենք խփի երբևէ։ Դե խփենք, դա նշանակում է իրենց պետք չի այդ գլխացավանք, էլի հասկանում եք, պետք չի, Ադրբեջանին դա պետք չի, առավել եւս որ այս խաղաղության այսպես ասած գործընթացը Ադրբեջանի կողմից է նախաձեռնվել։ Հենց սկզբից, մի 2 տարի, 3 տարի։ Հետո վերջ սաղ իրանց ուզածով է, պարոն Դարբինյան։ Հենց էլ չի, էլի, այսինքն էլ ուր, էլ տեղ չկա։ Ինչ ուզել են ստացել են այս պահի դրությամբ, ես դեմ չեմ, որ այդ փաստաթուղթը ստորագրվի, որտեղ դա ինչ որ չափով, ինչ որ թեթև, բայց ինչ որ փոքր երաշխիք կապահովի, բայց այստեղ, ինչպես ես ասացի, երրակողմ համաձայնություն է այսօր տեղի ունեցել, մեզ պետք է 4-րդ, 5-րդ, 6-րդ կողմերը նույնպես մասնակցեն, որպեսզի այստեղ լինեն, ասիկան մարդիկ, ում նկատմամբ գոնե երկու կողմից կա վստահություն, որտեղ այսօր երկկողմանի վստահությունը 0 է։ Ասենք թող Ալիևը շատ բան չանի, չթռնի այսպես ասած ոտ, ասելով, որ մեր նկատմամբ 0 է վստահությունը, իր նկատմամբ եւս 0 է վստահությունը։ Եվ ամբողջ պատմական ընթացքը դա է ցույց տվել։ Հասկանում։ Սիրելի ռադիո լսողներ, Դարբինյանի ժամն էր գործարար ալիքի եթերում։ Շարունակեք լսել գործարար ալիքը, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն էր ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ պրոֆեսոր Դարբինյանը, մենք հաջորդ շաբաթ կհանդիպենք։